Պարոն Հովհաննիսյան, նախքան մեր զրույցի բուն նյութին, բուն թեմային անցնելը, պիտի խնդրեմ մի փոքր ձեր տրամադրությունը, ձեր կարծիքը նախկիցեք կապված այդ գրքի հետ։ Այդ գիրքը իհարկե մեծ անակնկալ էր, նախ անակնկալ է այն առումով, որ հայրենիքից դուրս հանկարծ այդպիսի մակարդակով, այդպիսի եւ հրատարակչական պոլիգրաֆիկ որակով եւ բովանդակությամբ յուրաքանչյուր հրատարակություն մեծ ուրախություն է պատճառում, որովհետեւ դա կապված է հայապահպանման հետ եւ կապված է նաեւ հուշերի հետ, մարդ ինչքան մեծանում է, այնքան անցած ժամանակը ավելի քաղցր է թվում, թեև կարող է որ կոնկրետ այդ ժամանակը այդքան էլ քաղցր չի եղել, բայց հերվից ամեն ինչ լավ է թվում եւ ահա երբ որ իմ լավ ընկեր, ես իմ գործ եւ լավ ընկեր եմ համարում եւ հիանալի գործընկեր, մասնակետ հայտնի թուրքագետ պրոֆեսոր Ավետիս Փափազյանը, երբ որ ինձ ուղարկեց այդ գիրքը, ես զարմացա Վերինաշյանի, նախ շատ շնորհակալ եմ իրենից, բայց ավելի շատ քրքից, որ դա գիտեք մի յուրատեսակ հանրագիտարան է, ես կարող եմ միայն այդպես բնութագրել, որ կարողանալ այդպես մեծ ճաշակով եւ բանիմացությամբ այդքան շատ գյումրեցիներ միտեղ հավաքել, շատ պատասխանատու գործեր է միջայլած, մանավանդ որ գյումրեցիներն էլ այն մարդիկ չեն, որ նրանց այդքան հեշտությամբ հնարավոր է տեղավորել մի քրքի մեջ, սակայն դա փայլուն կերպով նրան հաջողվել է եւ կարծում եմ որ ոչ միայն դա պետք է դրա նշանակությունը սահմանափակվել Գյումրիով եւ գյումրեցիներով, այլ դա շատ կարեւոր երևույթ է ընդհանրապես հայության համար, հայագիտության համար, ընդհանրապես մեր մշակույթի, կուլտուրայի համար, արվեստի համար, որ ահա միանգամից հավաքված երբ որ տեսնում եք այդքան գյումրեցիներ, այդքան մեծ բան են արել, գիտեք մարդ ուղղակի զարմանում է